Ինչպես ընտրել լավ փաստաբան։ Լավ փաստաբանի հատկանիշներից մեկը դա նրա բանակցություններ վարելու ունակությունն է։ Կան շատ լավ փաստաբաններ, ում մոտ բացարձակապես բացակայում է բանակցությունների հմտությունը։ Տեսեք, insurance adjuster-ի հետ փաստաբանը կապնվում է ավտովթարից անմիջապես հետո, որպեսզի բացի claim, այսինքն նկարագրի, թե ինչպես է եղել այդ ավտովթարը։ Եվ այդ պահից սկսած մոտավորապես ամիսը 1 խոսակցություն է տեղի ունենում insurance adjuster-ի եւ փաստաբանի միջև։ Այսինքն իրար փոխանցում են որոշակի փաստաթղթեր, ինֆորմացնում են իրար кейսի զարգացման մասին։ Դուք հավանաբար լսել եք բազմաթիվ փաստաբանների գովազդներ, որտեղ իրենք ներկայացնում են որպես ագրեսիվ փաստաբաններ, որոնք ներկայացնում են իրենց հաճախորդին ագրեսիվ մեթոդով։ Ցավը նրանում է, որ շատերը ագրեսիվ բառը շփոթում են կոպտության հետ, իսկ դա շատ սխալ է։ Եկեք ես ձեզ ներկայացնեմ իմ բանակցելու մեթոդներից մեկը։ Ես իմ շարունակական կապի ընթացքում adjuster-ների հետ փորձում եմ մաքսիմալ ջերմ հարաբերություն ստեղծել նրանց հետ, հասկանալ նրանց հետաքրքրությունները, հասկանալ իրենց հոգեբանական պատկերը, ինչպես նաև թողնում եմ նրանց, որպեսզի ճանաչեն ինձ այնպես, ինչպես ես եմ ուզում, որ իրենք ինձ ճանաչեն։ Սա հետագայում կբացատրեմ, թե ինչպես օգնելու է բանակցությունների process-ում։ Երբ кейսը մոտենում է իր ավարտին եւ պատրաստ է, ես ուղարկում եմ պահանջը, կոչվում է demand, որին adjuster-ը պատասխանում է իր հակապատասխանով։ Այսինքն ես պահանջում եմ X գումար, նա առաջարկում է Y, ավելի ցածր գումար։ Սա առաջին փուլն է բանակցությունների։ Երկրորդ փուլում ես խորապես ուսումնասիրում եմ իմ հաճախորդի кейսը, ոչ միայն բժշկական վնասվածքների տեսանկյունից, այլ նաև հասկանալով դրամատիկ էֆեկտը, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել այս վթարը իր եւ իր ընտանիքի անդամների վրա։ Ինչ կարող էր հաճախորդս անել ժամանակին, երբ չի կարող անել հիմա, եւ ինչպես է իր ընտանիքը դժում այս վթարի պատճառով։ Երկրորդ փուլում ես արդեն հեռախոսով adjuster-ի հետ բանակցությունների ժամանակ ներկայացնում եմ այն դրաման, որը տեղի ունեցել իմ հաճախորդի կյանքում։ Օրինակ, հաճախորդը ել չի կարողանում իր երեխաների հետ խաղալ, մասնակցել իրենց սպորտային խաղերին։ Եվ այստեղ ես անում եմ իմ վճռական քայլը, օգտագործելով reverse հոգեբանական մոտեցում։ Ես adjuster-ին ոչ թե հարցնում եմ, արդյոք ինքը համաձայն է այն բոլոր փաստերի հետ, որ ես ներկայացրեցի, այլ հարցնում եմ adjuster-ին, թող ինձ նա տա որևէ պատճառ, ինչով նա համաձայն չէ այս բոլոր փաստերի հետ։ Այսպիսով պատասխանատվությունը գցելով adjuster-ի վրա, որպեսզի նա կարողանա կողմնորոշվել, երբ որ նա արդեն լսել է այն ամբողջ դրաման, ինչով որ անցել է իմ հաճախորդը։ Այստեղ հիմնականում նրա մոտ սկսվում է կոգնիտիվ դիսոնանս, այսինքն նա մի պահ պաուզա է տալիս եւ փորձում է հասկանալ, թե ինչպես նա պետք է կարողանա բացատրել իր արգումենտը, լսելով այն տրավման, որով անցել է իմ հաճախորդը։ Սա ստեղծում է մոտավորապես 5-ից 7 վայրկյանանոց պաուզա, լռություն։ Այստեղ ես անում եմ վերջին քայլը, նվազեցնելով իմ պահանջը եւս շատ քիչ գումարով, բայց զգուշացնելով adjuster-ին, որ այս անգամ եթե նրանք չհամաձայնվեն, ապա մենք ստիպված կլինենք համ դատի տալ իրենց հաճախորդին, համ միգուցե այդ insurance ձեռնարկությանը։ Դրանից հետո ես նրանց տալիս եմ եւս 2-3 օր, որպեսզի որոշում կայացնեն եւ գրեն ինձ իրենց որոշումը։ Այս պահից սկսած insurance adjuster-ը սկսում է ավելի դժվարությամբ բանակցել, քանի որ շատ դժվար է դառնում նրան ապացուցել, որ իմ հաճախորդի տրավման այդքան էլ մեծ չի, եւ հետեւաբար փոխհատուցումը լինում է շատ ավելի բարձր, քան կարող է լինել այն դեպքում, եթե ես պարզապես կոպիտ վարվեի նրա հետ։